Բարև Մանա ջան։ Ինչի ես եկել։ Դավիթ հրաժարվել է այն փաստաբանի ծառայությունից։ Այդ իրա որոշումն է, ոչ իմ։ Ու ես հարգում եմ այդ որոշումը։ Բայց ես այդ չեմ եկել քննարկեմ քո հետ։ Վիլենի հետ եմ խոսացել։ Ուզում եմ քեզ անձամբ պատմեմ։ Ներս արի։ Իսկ ըստ քեզ կարար Վիլենը Դավիթի գլխին սարքեր։ Դեղերով թունավոր էր։ Եթե այդ հարցը մի քանի օր առաջ տայր, կասեի, որ չէ, այդ իր ձեռագիրը չի։ Բայց Վիլենի հետ հանդիպումից հետո հասկացա, որ ինքը ամեն ինչի ընդունակ է ու չի հանգստանա միջև չհասնի իր հոզածին։ Պետք է ոստիկանին ասել, Գորին։ Ինքը հաստատ մեզ կօգնի, կպաշտպանի, ես հեսա կզանգեմ։ Գորը քեզ չի պաշտպանի։ Ինքը մի անգամ փորձել է այդ անել ու շատ անհաջող։ Վիլենը քեզ կսպաներ, եթե ես իմ մարմնով քեզ չփակեի ու քո փոխարեն փամփուշտը չստանայի։ Երկրորդ անգամ ես կարամ քո կողքին չլինեմ անը։ Չի կարելի նույն սխալը կրկնել։ Ու որն է ելքը։ Ես կպաշտպանեմ քեզ ու Դավիթին։ Մտածում ես Դավիթն էլ է փորձանքի մեջ։ Վստահ չեմ, բայց ավելի լավ ստրախով կա ունենալ, քան հետո փոշմանել, որ չես արել։ Հովո։ Ես գիտեմ, որ մենք անցյալ ենք ունեցել, բայց հիմա իմ սիրտը Դավիթինն է։ Ես քեզանից ոչ մի ակնկալիք չունեմ։ Բայց ոնց որ դու ասեցիր, մենք անցյալ ունենք, ու ես չեմ կարող ուղղակի կողքի քաշվեմ ու նայեմ, թե ոնց է Վիլենը ուզում ամեն ինչ վերացնի։ Ով ոնց ես մեզ պաշտպանելու, ինձ, Դավիթին։ Ես կապեր ունեմ Բերթերում։ Նենց կանեմ, որ Վիլենի մարդկանց ձեռքերը Դավիթին չհասնեն։ Իսկ դու կարաս տեղափոխվես իմ մոտ։ Քո մոտ։ Նկատի չունեմ իմ տուն, օրինակ իմ հյուրանոցներից մեկը։ Մի ամբողջ հարկ քեզ կհատկացնեմ, որ հեշտ լինի քեզ պաշտպանել մանեմ։ Չէ, ես տանը կմնամ։ Դե ուրեմն իմ մարդկանցից երկուսը միշտ քո կողքին կլինեն։ Ոստիկանությունն արդեն պաշտպանում է ինձ։ Գիտեմ, տեսել եմ շենքի դիմաց, բայց պաշտպանությունը երբեք ավելորդ չի լինում։ Ես չեմ կարող մենակ որոշեմ։ Պիտի Դավիթի հետ խոսեմ ու իր համաձայնությունը ստանամ։ Արա ոնց ճիշտ ես համարում։ Այս մի ուշացրու, ամեն րոպեն կարա ճակատագրական լինի։ Ու մի բան էլ։ Շատ կարևոր է, որ ոստիկանությունը չիմանա իմ ու Վիլենի հանդիպման մասին։ Ինչի։ Այդ ավելորդ ռիսկ է, թե իմ, թե քո համար։ Կարա Վիլենին ավելի անկախատեսելի դարձնի։ Հասկացա։ Չեն իմանա։ Ես քեզ կպաշտպանեմ։ Խոստանում եմ։